Գիտեք, շատ անգամ մեր ճշմարտությունը, մարդկային ճշմարտությունը մեզ հեռացնում է աստվածային ճշմարտությունից, որովհետև մարդու հասկացած ճշմարտությունը մի բան է, բայց Տիրոջ տված ճշմարտությունը մի այլ բան է։ Բայց Աստված իր ճշմարտությունը տալիս է մեզ։ Ցույց է տալիս Տերը որն է իր ճշմարտությունը։ Տերը իր խոսքի միջոցով փոխանցել է մեզ իր ճշմարտությունը եւ իր խոսքը, իր սուրբ գրքի միջոցով Տերը դա մեզ փոխանցել է։ Եվ այդ ճշմարտությունը կտա մեզ խաղաղություն, կտա մեզ հանգստություն եւ կտա մեզ հաղթանակ, եթե մենք ճանաչենք այդ ճշմարտությունը։ Եվ ես այսօր ուզում եմ խոսամ կասկածամտությունից եւ թերահավատությունից։ Կասկածամտություն եւ թերահավատություն։ Բոլորս էլ գիտենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ուներ սիրելի ընտանիք։ Մարիամը, Մարթան, Զաքարոսը, հիշում եք, Ղազարոսը, ասում եմ Զաքարոսը։ Հիշում ենք նրանց, ովքեր որ ապրում էին Հրեաստանում։ Ու այստեղ գալիս է մի ժամանակ, երբ որ Քրիստոսը ստանում է Ղազարոսի մահվան լուրը, որպեսի գնա, բայց ասեմ մինչև այս, երբ որ Քրիստոսը տաճարում խոսած, ասավ Հրեաստանում ինքը տաճարում խոսում էր, ասում էր 3 օրում տաճարը կքանդեմ ու կկառուցեմ, այդտեղ ուզեցան նրանք քարկոծեն ու սպանեն։ Բայց նա ամբողջին խառնվեց ու հրաշքով նա այնտեղից դուրս եկավ ու գնաց գետի մյուս ափը։ Եվ ընթերցենք Հովհաննեսի 11-րդ գլխի 8-ից 7-ից 8-րդ խոսքերը։ Գրված է այսպես. Աշակերտներն ասացին նրան. Ռաբի, հիմա հրեաներն ուզում էին քեզ քարկոծել եւ դարձյալ այնտեղ ես գնում։ Ապա նրանից հետո ասեց աշակերտներին. եկեք դարձյալ գնանք Հրեաստան։ Այն ժամանակ Հիսուսը հայտնի ասեց նրանց. Ղազարոսը, ես տեղ-տեղ sense անջատ եմ կարդալու։ 7-ից 8-ը ընթերցեցի, հիմա 14-ից 16-ն եմ կարդալու։ Այստեղ 14-ից ասում է այսպես. Այն ժամանակ Հիսուսը հայտնի ասեց նրանց. Ղազարոսը մեռավ, եւ ես ուրախ եմ ձեզ համար, որ ես այնտեղ չէի, որ դուք հավատաք ինձ, որ հավատաք ինձ, բայց գնանք նրա մոտ։ 14-ից մի հատ նորից ընթերցեմ. Այն ժամանակ Հիսուսը հայտնի ասեց նրանց. Ղազարոսը մեռավ, եւ ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի, որ դուք հավատաք ինձ, բայց գնանք նրա մոտ։ Այստեղ տեսնում ենք, որ Ղազարոսի մահվան լուրն առնում է ու ասում է գնանք նրա մոտ։ Աշակերտներն ասում էին, բայց ուզում են քեզ այնտեղ սպանեին, Հիսուս։ Դու հիմա ուզում ես հետ գնաս, բայց Հիսուսն ասում է գնալու ենք, հավատալու եք։ Այստեղ կարծես թե բոլորը հասկանում են խոսքը։ Այստեղ կարծես թե բոլորը հասկանում են այս խոսքը, թե ինչ է կատարվում, եւ չեն ուզում քննարկել վարդապետի խոսքը, համաձայնվում են։ Բայց կար մեկը այստեղ, որ ինքն իրեն ավելի խելացի էր կարծում ու իրեն ավելի իմաստուն էր համարում։ Այսօր այդ մարդուց ենք մենք խոսալու։ 16-րդ խոսքում գրված է։ Ասեմ Թովմասի մասին ենք խոսալու։ Մեր Թովմաս աղբորից։ Եվ ասեց Թովմասը, երկվորյակ կոչվածը, աշակերտակիցներին. մենք էլ գնանք նրա հետ մեռնենք։ Ու այստեղ կարծես Թովմասը աշակերտների այդ հակառակությունից ոգևորված, ինքն էլ ուզում է ինչ-որ մի բան ասի, իր կարծիքը հայտնի, ինչ-որ մի բան ասի, բայց առաջի հայացքից ասում ես լավ, դե մարդ է, նորմալ է, մտահոգություն ուներ, բան ասավ, ինչ-որ մի հատ արտահայտություն արավ, բայց չէ, ինքը իր վստահ կարծիքն ասավ, մենք էլ գնանք նրա հետ մեռնելու։ Հիսուսն ասում է գնալու ենք, տեսնելու եք, հավատալու եք, ես ուրախ եմ ձեզ համար, որ այս հրաշքները տեսնելու եք, բայց Թովմասը չի ասում, մենք էլ գնանք նրա հետ մեռնենք։ Հիսուսն ասում է մի բան, բայց նա ասում է մի ուրիշ բան։ Հիսուսը այստեղ նորից ասում է, որ հիշում եք ծովի վրա այն հրաշքները արեցի, տեսա, քամի էր, փոթորիկ էր, եկա, հանդարտեցրեցի, տեսա, բայց դու էլի կասկածում ես։ Ու գիտեք չէ, որ ամբողջովին չի գրված պատմությունները,
Բայց այդտեղ հասկանում ենք, որ ինչ կարար ասեր Հիսուսը։ Քանի հասանք ծովին, ծովի պահով ասեմ, որ հիշում եք, չէ՞, մեր Պետրոս եղբորը, ով որ քայլեց ծովի վրայով։ Ու մի պահ եկավ, որ նայել կասկածամտություն ցույց տվեց, թերացավ իր հավատի մեջ, երբ որ նա քայլում էր ծովի վրայով, գիտես, դա ծովի համար դա ոնց որ անընդունելի բան լիներ, իր վրայով ինչ որ մեկը քայլում էր։ Ինքը սպասում էր, երբ պետքա Պետրոսին կուլ տա, բայց Պետրոսը հավատքով վստահաբար ծովի վրայով, ջրի վրայով քայլում էր։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք ավելի լավ է ընթերցեմ Մատթեոս 14-ի 28-32 խոսքերը գրված այսպես. Եվ Պետրոսը պատասխան տվավ նրան եւ ասեց. Տեր, եթե դու ես այդ փոթորիկի ժամանակ, երբ որ ալեկոծություն էր, երբ որ Հիսուսը հայտնապես երևաց իր աշակերտներին, երբ որ ալեկոծվում էր նավը այդ ժամանակ, եւ Պետրոսը պատասխան տվավ նրան եւ ասեց. Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վրայով քեզ մոտ գամ։ Նա էլ ասեց. Եկ։ Եվ Պետրոսը նավից իջնելով ջրերի վերայով գնաց, որ գա Հիսուսի մոտ, եւ տեսնելով, որ քամին սաստիկ էր, վախեցավ, երբ որ սկսեց ընկղմել, աղաղակեց եւ ասեց. Տեր, փրկիր ինձ, եւ Հիսուսը շուտով իր ձեռքը մեկնեց նրան, բռնեց եւ ասեց նրան. Թերահավատ, ինչու երկմտեցիր, եւ երբ որ նավը մտան, քամին հանդարտվեց։ Այսպես էլ մենք ենք, քույրեր, եղբայրներ, որ մեր կյանքի ցանկացած գալիս է իրավիճակներ մեր կյանքում, երբ որ հանդիպում են փոթորիկներ մեր կյանքում, մենք կանգնում ենք Հիսուսի անունով, ամեն խնդիրներին, ամեն կարիքներին, ամեն հիվանդությունների առաջ կանգնում ենք, ու երբ որ սաստկանում է այդ իրավիճակը, երբ որ տեսնում ես, որ դու կանգնած ես այդ քո խնդրի, այդ հոգսի առջև, ու այդ հոգսն ու խնդրը էլ ավելի է մեծանում, լցվում ես թերահավատությամբ, ընկնում ես դրա մեջ, ու վերջում ասում ես, ինչի էր սենց, ընկնում ես նոր ասում ես, չէ, Տեր, փրկիր։ Պետրոսի պես, երբ որ նա տեսավ այս ալեկոծությունը, երբ որ տեսավ, որ քամին ավելի է շատանում, նա կասկածեց արդեն իր հավատքի վրա, որ ինքը կարող է կանգնել այդ ջրի վրա ու ընկղմվեց։ Երբ որ ընկավ ջրի մեջ, այն ժամանակ ձեռքը բարձրացրեց, էլի ասավ. Տեր, օգնիր ինձ։ Եվ Տերը այստեղ տեսնում ենք, որ իր ձեռքը բռնում է, նոր է հանդիմանում նրան, հանում է այդ իրավիճակի մեջից, նոր է հանդիմանում։ Որովհետև ասում է Հիսուսը բռնեց նրա ձեռքը եւ ասաց. Թերահավատ, ինչու կորցրեցիր քո հավատքը, ինչու թերացար քո հավատքի մեջ։ Մի խոսքով անցնենք մեր Թովմաս եղբորը, երբ որ առաջին հայացքից նայում ենք Թովմասին, Թովմասի պատասխանը ասում ենք լավ դե մարդ է, մտավախություններ ուներ, այսպես ասավ։ Բայց երբ նայում ենք Աստվածաշունչը, այլ պատմությունների թերթում ենք եւ հասնում ենք 14-ին 11-րդ գլուխները, այնտեղ տեսնում ենք, որ Թովմասը լցված էր բացասականությամբ, նեգատիվ մտքերով էր լցված, կասկածամտությունը միշտ հակառակվում էր, միշտ տարբերվում էր իր սուր մտքերով ու քննադատություններով։ Կան չէ մարդիկ, որ իրանք շատ ահավոր կոպիտ են պահում, ասում են, ախպեր դե մեր քարը ծանր է։ Մենք ճիշտ խոսացող մարդ ենք, իրանց կոպիտ են պահում, շատ չոր են պահում ու վերջում իրանք ասում են, հա դե մեր քարը ծանր է։ Մենք ճիշտ խոսացող մարդ ենք, մեզ չեն սիրում, բայց չեն հասկանում, որ ասելուն է ձև կա մոտեցման ձև, թե դու ինչպես կարող ես մոտենալ ու ներկայացնել, եթե դու տեսել ես թերություն, եթե դու տեսել ես պրոբլեմ, եթե դու տեսել ես ոչ ճիշտ բան, կամ կասկածել ես ինչ-որ բանի վրա, դու կարող ես ուղղակի մոտենաս ասես, գիտես ես այս բան եմ նկատել, բայց ոչ թե Ես ամեն ինչը փչացնես վերջում ես ճիշտ խոսացող մարդ եմ, դրա համար եմ քարը ծանել, ինձ չեն սիրում։ Կարար մոտենար ասեր, Տեր ջան, ախր ընդեղ ուզում են քեզ սպանեն, բա որ մեզ է մի բան եղնի։ Չէ, ինքը հստակ որոշում ասավ, մենք էլ գնանք նրա հետ մեռնենք։ Հիսուսը գնաց իրան սպանեցին, Իրանի հետ ինքը արդեն մտովի պատկերացրել էր։ Մենք էլ գնանք նրա հետ մեռնենք։ Հեսա կարող է մտածես ասես, ես արարատ ախպեր ես խա Թովմասի վրով sense բաներ ասեմ։ Համբերի, մի քիչ համբերի։ Համբերություն ունեցի, հանկարծ այսօրը չգցես ինձ։ Գիտես, բայց Թովմասը
այդ տեսակ չէր, ու հիմա ուսումնասիրենք մեր Թովմաս եղբորը։ Հովհաննեսի 14-ի 5-6-ում Հիսուսն ասում է. «Եվ որտեղ որ ես գնում եմ, գիտեք, եւ ճանապարհը գիտեք»։ Այս խոսքերից առաջ էսա լավ կընթերցեմ։ Թովմասը նրան ասեց. «Տեր, մենք չգիտենք, թե որտեղ ես գնում եւ ինչպես կարող ենք ճանապարհը գիտենալ»։ Սրա վերևի խոսքերում Հիսուսն ասում է. «Ես գնալու եմ հոր մոտ, այնտեղ տներ կան, գնալու եմ տներ եմ պատրաստելու, գալու եմ ձեր հետևից, որ ձեզ հետ անեմ այնտեղ բազում բնակարաններ կա»։ Թովմասն ասում է. «Տեր, մենք չգիտենք դու ուր ես գնում ու չգիտենք ճանապարհը»։ Թովմաս, որտեղ ես։ Կարծես թե դու այդտեղ նստած ես։ Տերը ինչ որ բան է ասում, բայց դու չես լսում։ Կան չէ՞ մարդիկ, որ ծառայության ժամանակ նստած են, կարծես թե քարոզը լսում են, բայց վերջում որ հարցնում ես ինչ էր, շատ իմանամ։ Այդպիսին էլ Թովմասն էր, որ Տերը նրան ցույց էր տալի ճանապարհը, ասում է. «Ես եմ ճանապարհ, գնալու եմ, ես եմ անելու, գալու եմ, ովից տեսավ, հորը տեսավ»։ Մի խոսքով կարող եք ամբողջ գլուխը ընթերցել եւ կհասկանաք, որ Հիսուսը հայտնում է եւ ճանապարհը եւ իրեն եւ վերջում Թովմասն ասում է. «Մենք չգիտենք»։ Ինչպես կարող ենք իմանալ ճանապարհը։ Նույնն էլ մարդիկ են, երբ որ նստած են քարոզի ժամանակ, երբ որ գալիս են եկեղեցին, նստում են ու իրանք տարված են իրանց մտքերով, իրանց հոգսերով, իրանց առօրյա այդ կարիքներով, մի խոսքով ամեն ինչով, բացի քարոզով, ովքեր որ իրանց միտքը անջատում են խոսացողի խոսքին ու թեկուս փառաբանությանը, թեկուս աղոթքին եւ իրանք տարված են իրանց մտքերով, այդպիսի մարդիկ են, որ չեն ճանաչում, կարծես թե այդտեղ են, բայց այդտեղ չեն, մարմնով այդտեղ են, բայց մտովի ամենքը իր հոգսերի ու խնդիրների մեջ է։ Եվ այստեղ արդեն երկրորդ անգամ է եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը դնում է կասկածի տակ բոլոր աշակերտների ներկայությամբ Թովմաս առաքյալ կոչվածը։ Ու մենք էլ նույն նայում ենք, մտածում ենք, դե լավ թե մարդ է էլի, նորմալ է էլի, ոչինչ։ Լինում է բնավորություն է, հիմա այս մարդն էլ էս տիպին է։ Բայց չէ, ժողովուրդ ջան, սա այսպես պետքա չլինի, մենք մեր այս թերահավատությունը, մենք մեր այս սխալ մտածելակերպը չպետքա արդարացնենք, չպետքա փորձենք, արդարացնենք ու ասենք, լավ դե ոչինչ, հիմա էլ էս տիպի է այս մարդը։ Ոչ, մենք պետքա փոխենք մեր մտածելակերպը, եթե մեր մեջ կա անվստահություն, ապա մենք պետքա փորձենք, քննենք, գտնենք այդ անհավատության ու այդ թերահավատության արմատը մեր կյանքում, թե որտեղից է եկել այս թերահավատությունն ու անհավատությունը։ Մենք պետք է փոխվենք ու սա հենց այնպես չէր։ Սիրելի քույրեր, եղբայրներ, որ Հիսուսը փոխում էր իր աշակերտների անունները։ Պիտի փոխվենք մենք եւ մեր բնավորության գիծը եւ մեր էությունը եւ դա լավագույն ձևով մեր կյանքում անում է խաչը։ Միայն խաչի օգնությամբ եւ խաչի զորությամբ դու կարող ես փոխվել, քո կյանքը փոխվի ու մենք իհարկե պետքա թույլ տանք Աստծուն, որ Աստված անի այդ ամենը մեր կյանքում, որովհետեւ մեր ցանկությամբ, մեր թույլտվությամբ է Աստված գործելու մեր կյանքում ու փոխելու մեր կյանքը, որովհետև Աստված յուրաքանչյուրիս տալիս է հնարավորություն փոխվելու։ Եթե ստիպողաբար աներ Աստված ինչ-որ մի բան, հենց ամենաառաջի օրվանից Ադամից սկսած կստիպեր, որ մեղք չգործեն, այլ ոչ թե կտար հնարավորություն, որ մարդ ինքը իր կամքով որոշումներ կայացնի։ Նույն ձև է մենք պիտի թույլ տանք Տիրոջը, որ Տերը փոխի մեր կյանքերը։ Թովմասն արդեն իսկ ինքը հայտնաբերել էր, որ ինքը սխալ է, բայց ինքը չէր փոխվել։ Կան չէ մարդիկ, որ զղջում են, բայց չեն ապաշխարում։ Կա նման բան, որ մարդ մեղք է գործում, այդ մեղքից ինքը զղջում է, որ ինքը արավ էս բանը։ Բայց ինքը շատ հաճախակի կրկնում է նորից, ինքը չի ապաշխարում, զղջումը մի բան է, ապաշխարումը մի բան է։ Սա երկու տարբեր բաներ են։ Զղջում են, վայ,
Էս ինչ արեցի, էս ինչ եղավ, վայ քույրս կամ եղբայրս, կներես, ցավացրեցի, վնասեցի, սխալ բան արեցի։ Չանցած 5 րոպե կամ մի ամիս նորից նույն բանը կրկնվում է։ Էսա զղջումն է։ Եթե դու զգում ես կա քո կյանքում ինչ որ մեղք, որ շատ հաճախակի դա գլուխ է բարձրացնում ու դա լինում է կրկնվում է քո կյանքում, ավելի լավ է չզղջաս, այլ ապաշխարես։ Խնդրես Տիրոջը, բերես Տիրոջ առջև այդ քո խնդիրները ու թույլ տաս, որ Տերը քեզանից հեռացնի այդ ամենը։ Գիտես, այդ պահին շատ հետաքրքիր է Հիսուսի լռությունը, երբ որ Թովմասն ասում էր ու գրած չի այստեղ, որ Հիսուսը իրան պատասխաններ է տալի։ Ինձ թվում է, եթե Հիսուսը պատասխան տար իրան, որ ասեր սրա համար գրված կլեր, որ մենք պատասխաններն իմանանք։ Շատ հետաքրքիր է իր լռությունը։ Միգուցե իր մեջ նայում էր ու ասում էր՝ «Վայ Թովմաս», սպասում էր Հիսուսը վերջի պահին հիմա որ ընթերցենք կհասկանանք թե ինչին էր Հիսուսը սպասում։ Միգուցե երկրորդ անգամ ասում էր՝ «Վայ դե Թովմաս ջան, դե նոր էի ասում, ուր եմ գնում, ոնց եմ անում», դու ասում ես չգիտեմ։ Մտովի։ Ինձ թվում է դա տենց էր։ Բայց դե Թովմասը մտածում էր, որ ինքը ուղիղ խոսացող է, լավ է հասկանում այդ իր բացասական մտածելակերպով։ Տեսնենք, թե ուր տարավ մեր Թովմաս եղբորը այդ գիծը։ Հովհաննես ավետարան 21:3-ում գրված է այսպես, արդեն այստեղ Հիսուսին խաչել են, եւ միաշաբաթ օրը Մարիամ Մագդաղենացին առավոտանց տակավին մութ գալիս է գերեզման եւ տեսնում է, որ քարը գերեզմանիցը վեր առած է։ Ապա վազում գալիս է Սիմոն Պետրոսի եւ մյուս աշակերտի մոտ, որին Հիսուսը սիրում էր, եւ ասում է նրանց. Տիրոջը վեր առան գերեզմանիցը եւ չգտանք թե որտեղ դրին նրան։ Տիրոջը վեր առան գերեզմանիցը եւ չգտնվեցավ թե որտեղ դրեցին նրան եւ դուրս եկավ Պետրոսը եւ մյուս աշակերտը եւ գալիս էին գերեզման։ Այստեղ այնտեղ 10-րդ խոսքում գրված է եւ աշակերտները դարձյալ իրանց տուն գնացին եւ գրված է որ այն երկրորդը որ մտավ, այստեղ խոսքում գրված է որ այն երկրորդը որ մտավ եւ հավատաց, այն առաջինը ասում է, մտավ, տեսավ ու հավատաց։ Այն որ ասում է Հիսուսի սիրելին է, նոր ընթերցեցի այդ խոսքը։ Դա Հովհաննեսի մասին է գրված։ Հիսուսի սիրելին էր, որ մտավ, տեսավ ու հավատաց։ Գիտես, կան իրավիճակներ, երբ որ այդ նույն իրավիճակը մեկը տեսնում է, հավատքը բարձրանում է, այն մյուսը տեսնում է, հավատքը ընկնում է։ Պետրոսը գնաց, կամ մյուսները գրված չի, որ հավատացին, բայց Հովհաննեսի պահով գրված է, որ նա մտավ, տեսավ ու հավատաց։ Իրավիճակը մեկին կոփում է, իսկ մյուսին գցում է, որ դրա համար հիմքը շատ կարևոր է, քո հավատքի հիմքը շատ կարևոր է։ Եվ ինչը նախկինում Հիսուսն ասել էր, ես հավատում եմ, Հովհաննեսի հավատքը, երբ որ նա տեսավ ու հավատաց, գիտես ինչից էր գալի, որովհետև Հիսուսը ինչ ի սկզբանե խոսում էր աշակերտների հետ, նախքան իր խաչվելը, նա ուշադիր լսում էր, ու ինձ թվում է, որ դրա համար է Հիսուսը նրան շատ էր սիրում, միշտ Հիսուսի կողը նստում էր, միշտ լսում էր, միշտ ուշադիր էր, դրա համար այդ ուշադրությունը, այդ խոսքը, այդ սերմը, որ դու թույլ ես տալիս, որ ընկնի քո սրտի մեջ, դա վերջում քո հավատքն էլ է բարձրացնելու։ Դրա համար Հովհաննեսը տեսավ ու միանգամից հավատաց, որովհետև Հիսուսը նախքան այդ ասում էր, որ մարդի որդին կծեծվի, կխաչվի, երրորդ օրը հարություն կառնի։ Մյուսներն էլ էին լսեն, հենց չի որ մենակ շշուկով Հիսուս Հովհաննեսի ականջին էր ասել։ Իր կողքին նստած ինչ էր մենակ շշուկով ականջին ասել, մյուսներն էլ էին լսել, բայց տեսավ հավատաց նա, ով որ խոսքը ամուր բռնել էր, ով որ թույլ էր տվել, որ այս խոսքի սերմը ընկնի իր սիրտը ու դառնա հավատք։ Եվ նրանք գնացին եւ մյուսներին էլ ասեցին, բայց Մարիամը մնաց գերեզմանումը եւ Հիսուսը նրան ասեց. Մարիամ, եւ նա դարձավ եւ ասեց նրան. Ռաբբի, որը կթարգմանվի վարդապետ, Հիսուսը նրան ասեց. բայց դու գնա իմ եղբայրների մոտ եւ նրանց ասա.
Ես վեր եմ ելնում իմ հոր մոտ եւ ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ եւ ձեր Աստծո մոտ, եւ ահա պատգամը չէր փոխվե հարությունից հետո։ Ինչ որ հարությունից առաջ Հիսուսն ասել էր, այդ էլ հարությունից հետո Հիսուսը ասավ, պատգամը չէր փոխվե։ Հովհաննես 14-ում Հիսուսը ասեց. Ես գնում եմ հոր մոտ, Թովմասը կասկածեց։ Աշակերտները տրտմեցին, բայց հարությունից հետո պատգամի ավետիսը նույնն էր. Ես գնում եմ իմ հոր մոտ։ Կամ մենք տեսել ենք Հիսուսին, կամ էլ հետևում, կամ հավատում ենք նրանց, ովքեր որ տեսել են Հիսուսին։ Կան մարդիկ, ովքեր տեսել են Հիսուսին, կան մարդիկ, ովքեր հավատում են Հիսուսին տեսած մարդկանց, ու իրանք էլ սպասում են Հիսուսին։ Եթե դու անձնապես չես հանդիպել Հիսուսին քո կյանքում, քո եկեղեցի գալը, քո այստեղ նստելն ու ներկա գտնվելը վկայում է այն բանի մասին, որ դու հավատում ես Հիսուսին։ Եթե դու չհավատայիր Հիսուսին, դու այսօր այստեղ նստած չէիր եղնի։ Անկախ նրանից, թե դու հեռախոսի մեջ ես, դու ինչի մեջ ես, դու քնած ես, թե ինչ ես, բայց դու եկել ես այսօր այստեղ Հիսուսին ճանաչելու, Հիսուսի մասին լսելով։ Հիմա եթե նույն ձև եղնի, եթե ասես, լավ դե հիմա այդ մարդը եթե հավատք չունի եկել է նստելա, բա ինչի՞ չենք մենք գնում ուրիշ տեղեր տենց նստում։ Կգնանք նա մեջ հետ կնստեինք, բայց չէ, մենք հավատում ենք Հիսուսին։ Դրա համար մենք գալիս ենք Տիրոջ տուն ու նստում ենք այստեղ, ոչինչ։ Կան մարդիկ, որ տարվում են խոսքի ժամանակ, բայց խոսքը գնում է։ Խոսքը գնում է։ Ու ես հավատացած եմ, որ խոսքի սերմը կընկնի յուրաքանչյուրի սրտի մեջ։ Ու ինչ որ մի օր կփոխի կյանքերը։ Որովհետև Մարիամը տեսավ աշակերտները լսեցին։ Գիտես, մենք հավատում ենք տեսնողին, կամ տեսել ենք, կամ լսել ենք։ Մարիամը տեսավ, աշակերտները լսեցին։ Բայց Թովմասը չկար։ Այդտեղ գրված չի, տեսեք։ Մարիամ Մագդաղենացին գալիս է աշակերտներին պատմում է, թե նա տեսավ Տիրոջը եւ թե նա այս բաները իրենց ասեց։ Ես հավատում եմ, եթե աշակերտներն էլ մնային Մարիամի հետ այդտեղ, անպայման կտեսնեին Տիրոջը։ Բայց կան չէ մարդիկ, որ միշտ իրանք վռազ են։ Մարիամը աշակերտները վազելով գնացին այնտեղից։ Այդպես էլ կան մարդիկ, որ իրանք միշտ վռազ են։ Այն մարդ գալիս են 5 րոպե նստում են 10 րոպե նստում են ու կիսունք են բանը կուրտ են հագնում են ու վռազ փախնում են։ Ու միշտ այնպես չի։ Լինում են բացառություններ, որ իրապես դու վռազում ես, շտապում ես ինչ որ միտեղ, բայց կան մարդիկ, որ դա իրանց մոտ հաճախակի է լինում, դեռ ծառայությունը չվերջացած, ամեն ծառայությունը դեռ չվերջացած, իրանք արդեն հագնվում են ու արդեն ճանապարհին են։ Կան մարդիկ, դա մարդու բնավորությունն է, որ իրանք միշտ վրազ են։ Մարիամ Մագդաղենացին գալիս է աշակերտներին պատմում է, թե նա տեսավ Տիրոջը եւ թե նա այս բաները իրան ասեց եւ նույն օրը միաշաբաթ իրիկուն, երբ որ դռները փակված էին, այնտեղ ուր որ աշակերտները ժողովված էին, հրյաների վախից Հիսուսը եկավ եւ նրանց մեջ կանգնեց եւ նրանց ասեց. «Խաղաղություն ձեզ»։ Եվ սա ասելով իր ձեռքերը եւ իր կողը ցույց տվավ նրանց եւ աշակերտները ուրախացան, երբ որ Տիրոջը տեսան։ Հիսուսը դարձյալ ասեց նրանց. «Խաղաղություն ձեզ, ինչպես էլ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։ Ուշադրություն դարձնենք այստեղ, որ Մարիամը եկավ, աշակերտները բոլորով հավաքված էին ու սպասում էին։ Իրանք հրյաների վախից հավաքված էին բոլորով միաբան այդտեղ։ Եվ սա ասելով փչեց նրանց վրա եւ ասեց. «Առեք Սուրբ Հոգին»։ Այս Պենտեկոստեն չի։ Այս իր հարությունից անմիջապես հետո է։ Եվ սա ասելով փչեց նրանց վրա եւ ասեց. «Առեք Սուրբ Հոգին, որոնց մեղքը որ թողնեք թողնված կլինի նրանց, որոնց որ պահեք պահված կլինի»։ 24-րդ խոսքը։ Էլի մեր աղբերը դե չի։
Բայց Թովմասը 12-ից մեկը, երկվորյակ կոչվածը, նրանց հետ չէր, երբ որ Հիսուսը եկավ։ Ինչի։ Բացասական նեգատիվ ու անհավատ լինելը մենակ խոսքի մեջ չի, որ հենց այնպես կանցնի ու կգնա։ Դա մի օր այնպես է խորանալու, որ պատմության մեջ ամենամեծ իրադարձությունից զրկելու է կասկածամիտ մարդուն։ Հասկանում եք, չէ՞, եթե կասկածամտություն եղավ, պատմության մեջ ամենամեծ իրադարձության ժամանակ այդ մարդը զրկվելու է։ Հիսուսը հարությունից դրանից է լավ բան, դրանից մեծ տոն, դրանից է մեծ ուրախություն։ Հիսուսը հարություն առավ, բայց այդ մարդը կասկածամիտ էր, չէր հավատում։ Թերի էր այդ մարդու հավատը։ Այնտեղ չէր։ Ուր ես, Թովմաս ջան, որտեղ ես, այ ախպեր։ Որտեղ ես դու։ Աշակերտները վախից միաբան էին, Թովմասը չկար։ Հարության լուրը հասնում է, Թովմասը չկա։ Հիսուս իր առաջի վկայությունը ցույց է տալիս իր խոսքերով, Թովմասը չկա։ Հիսուս զորություն է տալիս իր աշակերտներին, Թովմասը չկա։ Թե էլի մտածում ենք պատահական է։ Հա դե մարդը պատահական է, պրոստը այս ամեն ինչը համընկավ։ Չէ, սա այն սկզբի կասկածամտությունն էր, այն փոքրիկ արմատը, հիշում եք, չէ, որ չէր հավատում Ղազարոսի հարության լուրին։ Ասում էր, մենք գնանք մեռնենք։ Ամենաառաջինը դա էր։ Դու դրանից առաջ կարող է լիքը կասկածներ, մտավախություններ ունեցավ, բայց առաջինը, որ ցուցաբերեց, այստեղ էր ասում, մենք էլ գնանք նրա հետ մեռնենք։ Այս սա եկավ Հիսուսին չհավատալու հարության լուրը, եկավ Ղազարոսի մահվան հարության լուրին չհավատալուց։ Մինչ մենք չենք հավատա Հիսուսին, դա սկսում է Ղազարոսի հարությունին չհավատալուց։ Ոչինչ միանգամից չի լինում, սիրելի քույրեր, եղբայրներ ջան։ Մի փոքրիկ սեր, մի փոքրիկ թթխմոր եւ դառը արմատ։ Եթե անգամ վշտացած է սիրտդ կամ լցված ես ինչ-որ մեկի դեմ, ասեմ ես խոսքերով, եթե անգամ չարություն կա ինչ-որ մեկի դեմ, ավելի լավ է դա քո ներսից անես, որովհետև եթե քո ներսից չհանես, մենք տեսնում ենք, որ անգամ մի փոքրիկ անհավատությունը ինչպեսի մեծ իրադարձություններից է զրկում մարդուն։ Ու նույնն էլ յուրաքանչյուր նեգատիվ բան, թե դա կլինի չարացած լինել, թե դա կլինի անհաջող, ինչ ուզում է լինի, եթե քո սրտում, քո ներսում կա մի փոքրիկ չարացած ինչ-որ մի բան, անհավատություն, գնա, խոսա այդ քրոջ եղբոր հետ, կամ գնա հովիվին այցելիր, խոսա, ասա, խնդրիր քույրերին, եղբայրներին, որ աղոթեն, որպեսզի դու փոխվես։ Եվ Թովմասի կյանքում մինչ ինքը կասեր չեմ հավատում, որ Հիսուս հարություն էր առել, նա ասեց իրա պահվածքով, ես չեմ հավատում, որ Ղազարոսը հարություն է առել։ Պետք չի գնալ կամ չեմ հավատում, որ գնամ, տեսնեմ իմ աչքերով, այդ չեմ հավատումներն էր, որ Թովմասին հասցրեց այդ տեղը, որ ինքը ներկա չէր մնացածի հետ։ Եվ մենք տեսնում ենք Աստվածաշնչում, որ ամենակարևոր պահերին Թովմասը բացակա էր։ Եվ սա օրինակ է մեզ համար, որ չլինենք բացասական եւ թերահավատ, այլ սովորենք ճիշտ ժամանակին լինել ճիշտ տեղում։ Եկեղեցում լսել բարի լուրը եւ տեսնել Հիսուսին եւ լցվել Սուրբ Հոգով։ Եթե անգամ չենք տեսել, ապա լսենք ու վստահենք Մարիամ Մագդաղենացու վկայությանը։ Եթե Մարիամին չենք հավատում, ապա հավատում ենք առաքյալների վկայությանը, որովհետև նրանք էլ տեսան Հիսուսին։ Ու նրանց գրքերով գրված այս խոսքերն է, որ մենք այսօր կարդում ենք ու հավատում ենք։ Հովհաննես 20:25-ում գրված է այսպես. Մյուս աշակերտներն ասում էին նրան, Էսա էլի են մեր աղբոր պահով եմ խոսում։
թե Տիրոջը տեսանք, իսկ նա ասեց նրանց. Եթե նրա ձեռքերում բևեռների նշանը չտեսնեմ եւ իմ մատը չդնեմ բևեռների տեղը եւ իմ ձեռքը չկոխեմ նրա կողը, չեմ հավատա։ Այստեղ արդեն տեսնում ենք, որ Արարատը իրանից չի հորինա։ Այս մարդը արդեն էլ չի դիմանում, բաց աշխարհը ասում է, գիտես ինչա նշան, չեմ հավատում ու վсё։ Չեմ հավատում։ Այն մարդ մինչև մատս չկոխեմ իրա ձեռքերի են մեխերի խոցերի տեղը, մինչև ես իմ ձեռը չկոխեմ նրա կողը, վերքի մեջ չեմ հավատա։ Չդիմացավ այդ մարդը, արդեն ասավ։ Շատ բան գրված չի, բայց ես պատկերացնում եմ ինչեր կասեր Թովմասը։ Պատկերացնում եք Պետրոսի կողքի, երբ որ ասում է Պետրոսը, այ Պետրոս, այդ թերահավատ մարդն է, որ ինքը այտենց իրա, ես միշտ տեսնում եմ ամեն ինչը, գիտեմ, սա իմ մոտ սա ճիշտ է, ես ճիշտ խոսացող մարդն, պատկերացնում ես ինչեր կարող ասեր։ Պետրոս լավ էլի, Մարիամին ես հավատում, ախր դու Մարիամին չես ճանաչում։ Մարիամն ինչից է դարձի եկե, Մարիամն ինչից է ապաշխարել, կամ լավ մեծ մարդ եք, ինչ հարություն, ինչ բան։ Ինչեր կարող ասել նեգատիվ միտք ունեցող մարդը, ինչեր կարող ասի, ինչ արտահայտություններ կարող անի։ Եվ տեսնում ենք, որ Թովմասը պահանջ դրեց եւ ասեց. Ես պետք է իմ մատերը կոխեմ նրա վերքերի մեջ, նոր հավատամ, բայց Հիսուսը այդտեղ չէր, բայց լսում էր։ Ֆիզիկապես այդտեղ հələ չէր հայտնել իրան, բայց ինքը կանգնած լսում էր այդ ամեն ինչը։ Հոգով այնտեղ էր, լսում էր։ 26-րդ խոսքում գրված այսպես. Եվ 8 օրից հետո աշակերտները այդ ասում են իրան, ինքը չի հավատում։ 8 օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, 8 օր անցել է։ Փրկչի հարության լուրից 8 օր անցել է, ուր ես այ ախպեր, ես ինչ հետ ես դու։ Ինչ-որ բան է տեղի ունեցել, բայց քո անհավատությունը քեզ ինչքան է հետ պահում։ Ուր ես դու ես ընթացքում, ուր էիր։ Եվ Թովմասն էլ նրանց հետ այդ 8 օրից հետո 26-րդ խոսքից որ ասում է եւ 8 օրից հետո աշակերտները դարձյալ ներսում էին եւ Թովմասն էլ նրանց հետ, արդեն նրանց հետ է։ Հիսուսը դռները փակ լինելով եկավ եւ նրանց միջումը կանգնեց եւ ասեց. Խաղաղություն ձեզ։ Հետո Թովմասին ասավ. լսել է Հիսուսը։ Այնտեղ Թովմասը ինչ պահանջներ է դրել։ Եվ Թովմասին ասեց. բեր քո մատը այստեղ եւ տես իմ ձեռքերը, եւ քո ձեռքը բեր եւ իմ կողը կոխիր, եւ մի լինիր անհավատ, այլ հավատացյալ։ Եվ Թովմասը պատասխանեց եւ ասեց նրան. ով իմ Տեր եւ իմ Աստված, 29 հələ չեմ ընթերցի։ Ասում է, բեր, արի ձեռդ բեր, չէիր հավատում, եկել եմ, հայտնապես, ահա ինձ ցույց տվեցի։ Մի եղի, մենակ մի եղի թերահավատ, այլ եղի հավատացյալ։ 29-րդ խոսքում Հիսուսը նրան ասեց, երբ որ նա ասում է, ով Տեր, իմ փրկիչ։ Հիսուսը նրան ասեց, որովհետև տեսար ինձ, հավատացիր։ Երանի նրանց, որ չեն տեսել եւ հավատում են։ Հիսուսն ասեց Թովմաս, սա երանելի վիճակ չի քո մոտ։ Սա երանելի չի։ Երբ ինձ հանդիպած վկայություն տվող մարդկանց չես հավատում, ու ինձ տեսնում ես նոր ես հավատում։ Երանի նրանց, ովքեր որ չեն տեսել ու կհավատան Թովմաս, այդ երանելիների մեջ այսօր դուք եք, մենք ենք, բոլորս ենք, որովհետև մենք չտեսած նրան, հավատում ենք նրա իրական լինելուն, նրա կենթանի լինելուն, հավատում ենք նրա հարության լուրին, հավատում ենք, որ նա կա ու նա իրապես է, նա իսկական է։ Եվ այստեղ կարանք մի լավ խորը շունչ քաշենք, որովհետև մեր Թովմաս աղբերը ապաշխարում է։ Դու կարող ես ասես, չէ,
Ոնց կարա այս տիպի մարդը ապաշխարի, բայց ես ասեմ, որ երբ որ Հիսուսը գալիս է, խոսում է մարդու կյանքում, այդ մարդու կյանքում գալիս է ապաշխարություն։ Հիսուսը իզուր չի գա, հենց այնպես այցելություն չի անի, եթե գիտի, որ այս մարդու կյանքը չի փոխվելու, հենց այնպես այցելություն չի լինի, բայց երբ որ Հիսուսը գալիս է, հայտնում է իրան, գալիս է ապաշխարություն այս մարդու կյանքում։ Եվ այդ ապաշխարության վկայությունը գտնում են Գործք առաքելոց առաջին գլուխ 13-14 խոսքերում, որտեղ որ գրված է, եւ երբ որ մտան վեր ելան Վերնատունը, որտեղ որ բնակվում էին Պետրոսը եւ Հակոբոսը եւ Հովանեսը եւ Անդրեասը, Փիլիպոսը եւ Թովմասը, այստեղ արդեն նրա անունն էլ է նշվում, նրանց հետ բնակվում էր մեկտեղ Բարդուղեմոսը եւ Մաթեոսը, Հակոբոս Ալփյանը եւ Սիմոն Նախանձախույզը եւ Հուդա Հակոբյանը, սրանք ամենքը միշտ միաբան աղոտ եւ աղաչանք էին անում կանանց հետ եւ Հիսուսի մայր Մայրամի եւ նրա եղբայրների հետ ու միաբան սպասում էին խոստմունքին Գործք առաքելոց 2-րդ գլխում գրված է որ հոգին իջավ բոլորի վրա ովքեր այդտեղ ներկա էին դրանց մեջ էր նաեւ Թովմասը արդեն այդ ժամանակ Առաջի անգամ երբ որ Հիսուսը փչում է նրանց վրա այնտեղ չէր Թովմասը բայց երկրորդ անգամ երբ որ հոգին գալիս է նա արդեն նրանց հետ միաբան մեկտեղ է լավ է որ Թովմասին հաջողվեց փոխվել քույրեր եղբայրներ լավ է որ Թովմասը հասցրեց 8 օր հետո կամ 10 օր հետո փոխվի կամ շատ ուշ հետո փոխվի ինչը որ ուրիշների մոտ շատ հեշտ էր ստացվել թե մի տարի առաջ թե քանի շաբաթ առաջ թե 3 տարի առաջ Հիսուսը 3 տարի քայլեց Հովանեսը առաջորվանից ընդունում էր լսում էր այդ խոսքերը նրա մոտ հաջողվեց առաջին օրվանից բայց լավ է որ Թովմասի մոտ հաջողվեց այս ամենը ուշ էր բայց հաջողվեց նա ունեցավ ապաշխարություն, նա գտավ Տիրոջը, նա ունեցավ հանդիպում Տիրոջ հետ։ Բայց սա խրատ եւ օրինակ է մեզ համար, որ եկեղեցին հավաքվում է, երբ Աստծո խոսքը գնում է, մենք ավելի կարևոր գործեր չունենանք, որովհետեւ այդ պահին է այդ ծառայության ժամանակը, որ կարող է Հիսուսը այնպիսի մի այցելություն անել։ Գիտես, նախապես Հիսուսը պլակատներով չի հայտնում, ժամեր չի հայտնում, օրեր չի հայտնում, երբ է գալու։ Հիսուսն ուզում է, որ մեր հավատքը սպասում ձեռք բերի։ Եթե մեր հավատքը չունի սպասում, ուրեմն դա հավատք չի։ Այսինքն դու ժամը գիտես, տեղը գիտես, всё։ Դա հավատք չի։ Բայց երբ որ Հիսուսն ասում է, գնացեք, հավաքվեք միաբան ու ես գալու եմ։ Թե երբ կգա, ոնց կանի Տերն իր հրաշքը, որ ժամանակ կանի, դա մեզ հայտնի չի, բայց կարևոր է, որ մենք այս եկեղեցու միաբանությունը բաց չթողնենք, սիրելի քույրեր եղբայրներ, որովհետև ամեն հավաքույթի ժամանակ դու չես կարող ասես, Տերը ինչպիսի խոսք կխոսակամ, կարող է միգուցե դու մտածես, հլավ դե Արարատ աղբերն է։ Դու Արարատ աղբորը մի նայի կամ մյուսնա, կամ այս մյուս աղբերնա, կամ այս մյուս քույրնա, կամ այն մյուս քույրնա։ Դու մի նայրով ա խոսում, դու սպասիր Տիրոջից։ Որովհետև դու չես կարող ասես, ինչ կխոսա Տերը քո հետ, ինչ կփոխի քո կյանքում, ինչից կազատվես։ Օրինակ անցած ծառայության ժամանակ ես սկզբից էի ուզում վկայի, բայց մտքիցս գնաց լավ աստեղ հիշեցի։ Անցած ծառայության ժամանակ Հոգսերի աղոթքից հետո ես կարայի գնայի։ Որովհետև ես ինչ սպասում ունեի հոգսերի աղոթքի ժամանակ Տերս արավ, փառք Իրան։ Հոգսերի աղոթքի ժամանակ, ասեմ, մինչև այդ էս մոտ մի երևի 2 շաբաթ, 3 շաբաթ, մոտ մի ամիս, որ սուտ չասեմ, ահավոր ցավում էր ամբողջ այս ատամներս ու լնդերս, ահավոր սարսափելի ցավում էր, ես չգիտեմ ինչից դա եղավ, այնպես որ արդեն վախենում էի ես այդ ցավից, ասում էի, սենց անհավանական ցավ էր, սենց
չէի պատկերացնում ես երբևէ, որ կարա տենց բան պատահի իմ հետ։ Հոգսերի այդ ծրարի մեջ գրել էի, որ Տեր բժշկի ինձ, խնդրում եմ, որ բժշկես ինձ, ու փառք Տիրոջը։ Ես հենց այդ ժամանակ ես զգացի, որ ցավը անցավ։ Ես ասեմ, սոնակուրն էր աղոթում, բայց իմ սպասելիքները Տիրոջից էր։ Ես չէի գրել, սոնակուր, խնդրում եմ, աղոթիր կամ բժշկիր ինձ։ Իմ համար կապ չուներ, թե ով է աղոթելու, իմ սպասումները Տիրոջից էր, որ Տեր, խնդրում եմ, բուժիր։ Ու փառք Տիրոջը։ Ես ասեմ, ես անգամ կանգնած տեղը այդ աղոթքից հետո սենց էի անում, ասում եմ, ու ասում եմ, փառք ես Տեր։ Ու իրապես ոչ մի ցավ, որովհետև դու չես կարող ասես, գալիս եմ լավ սենց հետաքրքիր խոսք լսելու, կամ գալիս եմ սրա համար, արի Տիրոջից սպասելով։ Թող որ քո սպասումները լինի Տիրոջից, որովհետև չես կարող ասես, միգուցե եւ փառաբանության միջոցով Տերը քո կյանքում անի հրաշք։ Պետք չի որ հայտարարեն, որ Բենիհինը գալիս է Ռաստով ու նոր բոլորը հավաքվեն։ Պետք չի որ ինչ-որ մի հատ հանրաճանաչ մարդու անուն տան եւ բոլորը հավաքվեն։ Պետք չի որ Հիսուսն անպայման ասի, ժողովուրդ ջան, բոլոր սայթերում գրի ասի, ես Հիսուսն եմ, ես այստեղ եմ, այսօր այս ժամին այստեղ եմ լինելու։ Հիսուսը մի անգամ ասեց, որտեղ 2-ից 3-ը իմ անունի շուրջ կհավաքվեն, ես այնտեղ եմ։ Ուզես թե չուզես, մենք այսօր իր անունով ենք այստեղ հավաքվել ու ինքը այսօր այստեղ նստած է։ Թեպետ եւ մենք չենք տեսնում իրան, բայց ինքը այսօր այստեղ նստած է։ Ու եթե քո սպասումները Տիրոջից է, նա տալու է։